Արդարադատության հաստատման համար կա իրավակարգի լեգիտիմության անհրաժեշտություն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրումն է դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման շրջանակում կազմակերպված դատական գործերի քննության ու ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները խորագրով պանելային քննարկմանը։ Ժողովրդի եւ իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի։ Ժողովուրդը պետք է փաստացի լեգիտիմությունը իրավակարգի ճանաչի։ Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Ո՞նց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը։ Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգը հաստատվել, այսինքն հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ եւ այսօր էլ են կասկածի տակ։ Ինչ ասել է արդարություն, ինչ ասել է արդարադատություն, ամեն բառ հասկացություն ճշգրտման կարիք ունի։ Բոլորը պահանջում են արդարություն եւ արդարադատություն, բայց կարեւորը հասկանալ, իսկ դրանք ինչեր են։ Որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին։ Ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ։ Կամ տեսեք այսօր հնչեց դատավորի խիղճ։ Դա ի՞նչ է։ Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը այսօր խնդիր է, հաստատում են բոլոր պատասխանատուները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ուշացման տարբեր պատճառներ է նշում։ Տանրաբեռնվածությունից բացի, օրինակ, բողոքարկումները։ Բողոքարկվում են նաև այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան ունի մի իրավիճակի վերաբերյալ կայուն նախադեպային պրակտիկա, բայց այնուամենայնիվ բողոքարկում է։ Իսկ այդ բողոքարկումը տարբեր տեսակի ռեսուրսներ է պահանջում, դե չհաշված նաև պետական ֆինանսական միջոցներ, պետական տուրք, դատական ծախսեր եւ այլն եւ այլն։ Դատավորի կամ դատավարության մասնակից մյուս գործող անձանց պատճառով եւս ուշացումներ լինում են։ Այդ հիմքով դատական հայցերել կան։ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվում են դատական ակտեր գումարի բռնականացման տեսքով, որպես խախտված իրավունքի հաստատներից մեկն է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք այս հանգամանքին։ Արթուր Աթաբեկյանի դիտարկմամբ նոր սահմանադրությամբ կարելի է հռչակել յուրաքանչյուրի պարտականությունը, մասնակցել արդարադատությանը։ Ուշացած արդարադատությունը, եթե անգամ ուշացման պատճառներ կան, միևնույն է կորցնում է իր սոցիալական նշանակությունը։ Սա արդեն վճռաբեկ դատարանի նախագահի դիտարկումն է։ Վիճակագրությունը վկայեց, որ հատկապես մենք խնդիր ունենք քրեական արդարադատության ոլորտում։ Սա այն դաշտն է, որտեղ հասարակությունը շահառու է յուրաքանչյուր գործով արդարադատության իրականացմամբ։ Յուրաքանչյուր դատական ակտ առնչվում է քրեական արդարադատության ոլորտում ոչ միայն այն անձին կամ անձանց շրջանակին, ում այն վերաբերվում է, այլ հասարակության բոլոր անդամներին։ Հանցավորության դինամիկային զուգընթաց պիտի արձանագրենք, որ էականորեն աճել է հանցագործությունների բացահայտման տոկոսը։ Հիշեցնում է 2022 թվականին գործողության մեջ դրվեցին միանգամից 3 օրենսգիրք՝ քրեական, քրեադատավարական, քրեակատարողական, որոնք նախատեսել են նոր ինստիտուտներ, նոր երաշխիքներ։ Քրեական օրենսգիրքը դարձավ պատժողականից ավելի մարդակենտրոն, ավելի վերականգնողական մոդել մենք ձեռք բերեցինք։ Քրեադատավարական օրենսգիրքը դարձավ ավելի մրցակցային։ Վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է դեպքեր, երբ օրինակ պաշտպանական կողմը իր իրավունքը չարաշահել է փաստաբաններ փոփոխելով, մշտական միջնորդություններ նորանոր ներկայացնելով եւ անշուշտ կարծում եմ, որ հատկապես պրոֆեսիոնալ մասնակիցները, իսկ այդպիսիք մի քանիսն են դատավարության շրջանակներում, դա կլինի քրեական, վարչական դատավարության, նաեւ քաղաքացիական, պիտի կրեն այդ պատասխանատվությունը։ Դատարանների աշխատանքի ոչ միայն քանակն է կարևոր, այլև որակը։ Վիճակագրությունը միայն բացարձակ թվերով չէ, որ պետք է դիտարկել։ Գլխավոր դատախազը մանրամասնում է 2024 եւ 2025 թվականների համեմատականով։ 2025 թվականի առաջին կիսամյակում 4706 գործով 4961 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Այս թվից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 401 գործով 523 անձի նկատմամբ։ Եթե ամփոփենք, ապա կայացված մեղադրական դատավճիռների մեջ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը ընդամենը 8.5% է։ Համեմատելու համար նույն ժամանակահատվածը վերցնենք 2024 թվականի, նույն առաջին կիսամյակը։
Մեղադրական դատավճիռներ են կայացվել 3819 քրեական գործով։ Ուշադրություն դարձրեք, բացարձակ թվերի մեջ կա աճի միտում, բայց երբ որ մենք նայում ենք բովանդակությունն ու որակը, հիմա կտեսնենք, որ մենք ունենք ցավոք սրտի նվազում։ Այս թվերից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 436 գործով, 521 անձի նկատմամբ։ Մեղադրական դատավճիռներով ավարտված գործերի մեջ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը անցյալ տարի եղել է 11.4%։ Հիշեցնեմ, այս տարի 8.5-ն էր։ Գլխավոր դատախազը նաև արձանագրում է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի աճ կա, դինամիկան բացասական է։ 2020 թվականին բացարձակ թվերով դատաքննության փուլում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում դադարեցվել է 61 անձի նկատմամբ։ 2021 թվականին 233, 22-ին 343, 23-ին 519, 24-ին 233, 25-ը դեռ ամբողջությամբ ամփոփված չէ, բայց առաջին կիսամյակում ունենք 118 անձի նկատմամբ ըստ էության վաղեմության հիմքով հետապնդման դադարեցում, որը կարծում ենք մարտահրավեր է, որը անհրաժեշտ է հաղթահարել։ Արդարադատության նախարարի գնահատմամբ խնդիրների մեծ մասն այս փուլում արդեն սուբյեկտիվ են։ Տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Քիչ չեն դեպքերը, երբ կարգապահական վարույթների ընթացքում դատավորները կանխատեսում են լիազորությունների դադարեցման հավանականությունը եւ մինչեւ այդ սեփական դիմումով են դուրս գալիս համակարգից, պատմում է Սրփուի Գալյանը, շեշտում քաղաքացու տեսանկյունից դա վատ է, քանի որ նրա գնահատմամբ դատավորը այդպես էլ չի ենթարկվում պատասխանատվության։ Բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է եւ իրապես մաքրվում է, որովհետեւ մեզ ներողություն, բայց ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր։ Այս ամենի համատեքստում է, որ որոշում է կայացվել յուրաքանչյուր դատավարության համար ունենալ օրենսդրորեն սահմանված հստակ ժամկետ։ Ոլորտում կա նաև պատմական դրական ցուցանիշ վերջին 5 տարիների համար դատապարտյալների եւ կալանավորվածների հարաբերակցության մասով։ Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավել դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ։ Վերջին 5 տարիների ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել։ Եզրափակիչ խոսքում դրական արձանագրում նաև վարչապետն է անում իրեն ուղղված նամակներին հղում անելով։ Նախկինում իմ ստացած դիմումների եւ նամակների երևի 70%-ը կապված էր դատական համակարգի հետ։ Հիմա ես որ մտքով ուզում եմ հիշեմ, ոնց որ թե հիմա ես շատ քիչ նամակ եմ ստանում դատական համակարգի։ Բայց իսկականից անկեղծորեն նոր մտքովս անցավ։ Ուշադրությունն է հրավիրում բոլորի բեմին, դահլիճում, առաջին շարքերում, կանանց թվին։ Ով է կրում պատասխանատվությունը երկրում արդարության եւ արդարադատության համար։ Կանայք են կրում պատասխանատվությունը եւ ես մեր հարգարժան կանանց հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ, որ շարքերում այդ հարաբերակցությունը գնալով ավելի կմեծանա եւ իմ ասածի մեջ բացարձակապես հումոր չկա, որովհետեւ կանայք տենց ստացվել է մեր երկրի բնակչության մեծամասնությունն է, կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետը ավելի պակաս է, քան տղամարդկանց, հանցավոր ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ։ Այստեղ էլ էս քրեական ենթամշակույթի դեմ պայքարում իրավապահ համակարգը իհարկե դեր ունի։ Կառավարությունը 3 լուծում ունի. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Իրինամ Գրչյան, լուրեր։